Բարի առավոտ։ Մայրությունն Աստծո մեծագույն պարգևն է, եւ յուրաքանչյուր կին, ով պատրաստվում է մայրանալ, բնականաբար աշխարհի ամենաերջանիկ պահն է ապրում, որը կարող է ունենալ նաեւ որոշակի վախերով եւ անհանգստություններով ընթացք։ Այո։ Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցն ամեն բան անում է, որ ղիության եւ ծննդաբերության ամբողջ ընթացքը լինի հանգիստ, առանց վախերի եւ իհարկե գերպրոֆեսիոնալ մոտեցմամբ։ 2024 թվականի հունիսի 1-ին բացվեց Ուիգմոր ծննդատունը եւ մի քանի ժամ անց շատ սիմվոլիկ ծնվեց նաեւ Ուիգմորի առաջնեկը։ Այսօր կխոսենք այն մասին, թե որտեղ է ծնվում մայրությունը։ Այս դեպքում իսկ մայրությունը սկիզբ է առնում միանշանակ ծննդատանը։ Այս առիթով ունենք մասնագետներ մեր տաղավարում։ Տաղավարում են Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի կանանց առողջության ամբուլատոր ծառայությունների պատասխանատու մանկաբարձ գինեկոլոգ Վերժինե Կասարջյանը։ Բարի առավոտ։ Եվ Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի հիվանդանոցային գործընթացների համակարգող Նարինե Նավասարդյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար, շնորհավորում ենք ձեր տոները, իհարկե արդեն անցել են, բայց միանշանակ մենք խոսում ենք դրա մասին, որ մայրությունը պետք է գնահատվի եւ խոսվի եւ մեծարվի ամբողջ տարվա ընթացքում, ոչ թե այդ սահմանված մեկ ամսում։ Եվ մենք խոսում ենք արդեն նրա մասին, թե որտեղ է ծնվում մայրությունը։ Սա շատ հետաքրքիր իհարկե հնչող բան է, բայց նաև ակնհայտ, որ այն ծնվում է ծննդատանը։ Շատ լավ։ Դե պատմեք, խնդրում եմ Ուիգմոր ծննդատան բացումից ի վեր, ինչպիսի կապ ունեք ծննդկանների հետ, հետադարձ կապ, ինչպես է այս գործընթացը տեղի ունենում, մի փոքր որպես անոնս այս դեպքում։ Շատ լավ։ Նախ շնորհակալություն հյուրընկալության համար։ Իհարկե մայրությունը սկիզբ է առնում ծննդատանը եւ բացարձակ էական չի, թե որ երրորդ բալիկն է լույս աշխարհ բերում կինը, քանի որ յուրաքանչյուր նոր ծնունդի հետ կինը վերածնվում է եւ նորով է զգում մայրության բերկրանքը եւ Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի ծննդատան գործունեությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր ծննդաբերություն կնոջ համար լինի լավագույն փորձառություն։ Երբ նոր էր բացվել ծննդատունը, մենք ունեինք մեր որդեգրած սկզբունքները եւ որոշել էինք աշխատել այդ սկզբունքով, սակայն դեռ չունեինք այդ հետադարձ կապը հղիներից, որտեղ դեռ չունեինք այդ փորձը։ Ամիսներ անց կարող ենք նշել, որ այն մոտեցումը, որը մենք որդեգրել ենք, այ մեր LDR համակարգը, երբ կինը գտնվում է մի սենյակում, որտեղ ծննդաբերում է, անցնում է հետծննդյան շրջանը, բալիկի հետ համատեղ կեցությունը, աջակից անձի ներկայությունը ծննդաբերության ընթացքում, փափուկ ծննդաբերություն, այսինքն այն բոլոր սկզբունքները, որոնք մենք որդեգրել ենք, տվել են իրենց դրական արդյունքը եւ հետադարձ կապի արդյունքում մենք հասկանում ենք, որ հղիների համար ծննդաբերության գործընթացը անցնում է հնարավորինս հարթ, հնարավորինս փափուկ, հուզական առումով հնարավորինս դրական ազդեցությամբ, իրենք շատ գոհ են տվյալ կերպ ծննդալուծման ընթացքից։ Դեպ սա մշակույթ է կարելի է ասել, ձևավորած մշակույթ, ծննդկանի վերաբերմունքը կամ պատկերացումները փոփոխելու այդ process-ի եւ հղիության մասին, չէ՞, օրինակ այդ LDR սենյակը, որտեղ անցնում են բոլոր փուլերը հղիության, ես այսպես եմ ասում, ճիշտ է։ Ծննդաբերության, այո, բոլոր փուլերը այս սենյակում են անցնում, սա որքանով է փոխել վերաբերմունքը ծննդկանների մեջ, վախերը փոքրացել են թե ոչ։ Այո, իհարկե, հենց դա է, որ մենք այս ամիսների ընթացքում հասկացանք, որ իսկապես փոխվել է վերաբերմունքը, քանի որ մենք դա որդեգրել ենք ժամանակակից աշխարհի լավագույն կլինիկաների փորձն ենք ներդրել, այսպես ասած, եւ անգամ երբ որ ծննդկանի հղիի կողքին, ծննդաբերի կողքին գտնվում է մեկ այլ կին, ով արդեն ծննդաբերած է, քույրիկը, մայրիկը, իրենք էլ զարմանքով նշում են, որ երբ որ իրենք էին ծննդաբերում, դեռ այս մոտեցումը չկար, եւ շատ ուրախալի է, որ հիմա կարող է ծննդաբերությունը ընթանալ ավելի էմոցիոնալ, ավելի կայուն վիճակում, երբ կինը հաճույք է ստանում ծննդաբերության գործընթացից, եւ իհարկե հետագա հաջորդ ծննդաբերության հարազատների, ընկերների համար որպես հիմք ծառայելով դա, որպես դրական փորձառություն շատ կարևորում ենք մենք։ Շատ լավ, Տիկին Նավասարդյան, պատմեք մի փոքր Ուիգմոր ծննդատան առանձնահատկությունների մասին։ Ես գիտեմ, որ դուք ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ մանկաբարձությունն այս դեպքում բժշկագիտական, շահեկան ուղղություններից մեկն է, որտեղ որ պացիենտը առողջ կին է։ Այո, որպես այդ։ Ուզում եմ մի փոքր պատմեք, ինչպեսի առանձնահատկություններ ունի այս դեպքում Ուիգմոր ծննդատունը։ Իբրև որակյալ եւ ժամանակակից ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություն, մենք որդեգրել ենք մինիմալ անհրաժեշտ ինվազիաների սկզբունքը, ինչը կնշանակի, որ ծննդօգնություն իրականացնելիս մեր միջամտությունների քանակը եւ որակը հաստված է մինիմալի, բայց անհրաժեշտ մինիմալի եւ սա միանշանակ ապացուցահեն է եւ պրոտոկոլային է մեր մոտեցումները եւ պրոտոկոլը եւ ստանդարտը եւ ապացուցահենը
մեզանում խիստ կարևոր բառեր են, որովհետև մենք որդեգրում ենք այս բոլոր սկզբունքները եւ ուզում եմ ասել, որ ինչպես իմ գոլեգան նշեց, այն պայմանները, որ մենք ապահովում ենք ծննդօգնության հետ կապված, որ ամբողջ ծննդաբերության հետ կապված փորձառությունը կինը զույգը առավել կասեի զույգը անց է կացնում նույն LDR սրահում Միևնույն ժամանակ ուզում եմ այստեղ նշեմ, որ այս մոտեցումը եւ այն, որ սենյակը սրահը նվազագույնս է հիշեցնում հիվանդանոց եւ մեր բոլոր սարքավորումները շարժական են բերում տանում ենք ապահովելով տնային մաքսիմալ մոտիկ պայմաններ եւ կոմֆորտ իհարկե հարմարավետություն այո որտեւ սա կարեւոր է մեզ համար եւ ծննդաբերող զույգի համար միևնույն ժամանակ ուզում եմ ասեմ որ որևէ կերպ այս մոտեցումը չի ձեռք բերվել ի հաշիվ անվտանգության եւ բժշկական ցուցանիշների որովհետեւ մեր LDR սիրահները միանգ ամբողջովին հագեցած են տեխնիկապես թույլ են տալիս մեզ իրականացնել հսկողություն մոր եւ պտղի կենսական ֆունկցիաների նկատմամբ եւ առանց ավելորդ համեստության պետք է նշեմ որ մեր LDR սրահները հագեցվածություն ունեն որը համապատասխանում է հետվիրահատական սրահին նաեւ ուզում եմ ասեմ որ ինչպես արդեն ասել էի Ճնշող մեծամասնության դեպքերում մանկաբարձական ստացիոնարի բուժառուն առողջ կին է, որը անցնում է իր կյանքի ֆիզիոլոգիական փուլերից որոշները մեզ հետ, կիսում է մեզ հետ, միևնույն ժամանակ մենք ունենք հագեցած երրորդ մակարդակի նորածնային ռեանիմացիոն բաժանմունք, որը կազմ պատրաստ է իրականացնել աջակցություն եւ օգնություն եթե լինեն սիտուացիաներ այո խնդիրներ որոնցից խուսափելու համար իհարկե մենք անում ենք ամեն ինչ հղիությունը վարելու եւ ծննդալուծելու ընթացքում Մենք տեսանյութ ունենք, կարծում եմ հիմա պետք է տեսանյութը դիտել, ավելի մանրամասներ իմանալու համար։ Հիմա մեր եթերում տեսանյութ կշարունակենք մեր զրույցը տեսանյութից հետո։ Այս ձեռքերը, մոր ձեռքերը, հինավուրց ու նոր ձեռքերը։ Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը։ Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը։ Առաջնեկն է, երբ որ ծնվել, նրա արդար կաթով սնվել։ Երեխայի ծնունդը կնոջ կյանքում ամենահուզիչ եւ կյանքը փոխակերպող իրադարձությունն է։ Ամեն երեխայի հետ յուրովի վերածնվում է մայրը, իր հույզերով, անվերապահ սիրով եւ անսպառ նվիրումով։ Ուիգմորում ծննդալուծման եկած կինը կենտրոնական դերակատարն է։ Նրա շուրջ է հյուսվում նոր կյանքի պատմությունը, կազմակերպվում ողջ բուժօգնությունն ու խնամքը, հաշվի առնելով նրա ցանկություններն ու հոգեվիճակը։ Հայաստանում ներդնելով աշխարհի լավագույն փորձը, մեր բուժանձնակազմն առաջնորդվում է ապացուցահեն բժշկությամբ եւ գործելակարգերով։ Առաջին անգամ Հայաստանում կիրառվում է LDR մոտեցումը, երբ նախածննդյան շրջանը, ծննդաբերությունը եւ հետծննդյան շրջանը կինն անցկացնում է հարմարավետ մեկ սենյակում, հագեցած տրանսֆորմեր մահճակալով, նորագույն սարքավորումներով եւ անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Ծննդաբերական ցավի կառավարումն իրականացվում է տեղում, ինչպես դեղորայքային, այնպես էլ ոչ դեղորայքային մեթոդներով։ Ծննդաբերության բոլոր փուլերում կինը գտնվում է մեր հոգատար եւ հմուտ բուժանձնակազմի հսկողության ներքո։ Ծննդկանին մշտապես կարող է ուղեկցել նաեւ իր հարազատը։ Ուշադրություն, ուշադրություն, ավետում է Ուիգմորը։ Րոպեներ առաջ մեր ծննդատանը նոր կյանք սկիզբ առավ։ Պահպանելով ոսկե ժամի կանոնը, երեխան ծնված վայրկյանից չի բաժանվում մայրիկից։ Սենյակը հագեցած է նորածնին առաջնային օգնություն ցուցաբերելու բոլոր անհրաժեշտ սարքավորումներով,
նորածնային ճառագայթային տաքացուցիչ, վերակենդանացման սեղանիկ, թթվածին։ Նորածնի խնամքը եւ անհրաժեշտ բոլոր միջոցառումները նույնպես կազմակերպվում են նույն սենյակում, մայրիկի ներկայությամբ։ Ամբողջ ծավալով մատուցելով նորածնային բուժօգնություն, Ուիգմորում գործում է նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքը, նորագույն սարքավորումներով հագեցած եւ հիմնվելով ժամանակակից մոտեցումների եւ ուղեցույցերի վրա, մեր հմուտ թիմն իրականացնում է անհաս նորածինների կամ բնածին արատներով, վիրաբուժական խնդիրներով կամ հիվանդ նորածինների բուժումն ու խնամքը։ Ուիգմորում մենք հոգ ենք տանում, որ երեխայի ծնունդը կնոջ կյանքում լինի լավագույն փորձառությունը եւ նոր կյանքը սկիզբ առնի գեղեցիկ եւ ապահով միջավայրում։ Ուիգմոր, այստեղ ծնվում է երջանկությունը։ Դե ինչ, ահա այսպեսի սպա կենտրոն ծննդկան մայրիկների համար նախատեսված, որտեղ որ յուրաքանչյուր հարմարավետություն կարծես թե անընդհատ ուզում ես միշտ երեխա ունենալ, այո։ Որպեսզի այո, բայց ծննդաբերության ընթացքի եւ process-ի մասին խոսեցինք, որոնք շատ կարևոր են, բայց նաև կարևոր է գիտակից ծնող ունենալու փաստը։ Դուք մեկնարկել եք նաև, այո, կրթված ծնող, ապագա ծնողների դպրոց կրթության եւ նախապատրաստում թեմայի մասին կուզեմ խոսել, ինչի մասին է, ինչեր են ներառված այնտեղ։ Այսինքն, ինչպես հասկանում եք, սա նախատեսված է հայրիկ եւ մայրիկ վիճակներում, ովքեր որ նախապատրաստում են եւ դառնում են ծնող գիտակից վիճակներով արդեն։ Այո, ներկայացրեք։ Ճիշտ եք, մեզ մոտ հիմնվել է մեր թիմի կողմից ապագա ծնողների դպրոցը։ Թիմը բազմապրոֆիլ է, այսինքն ապագա ծնողների կրթում են ոչ միայն մանկաբարձ գինեկոլոգները, այլ նաև հոգեբանը, ուրոգինեկոլոգը, անեսթեզիոլոգը, նեոնատալ թիմը եւ յուրաքանչյուր դասընթաց կառուցված է այնպես, որ լինի շատ մտերմիկ ու ջերմ զրույց եւ ընթացքում զրույցի վերհանելով այն կարևոր հարցերը, որոնք ուզում ենք, որ հղին ստանա ճիշտ ինֆորմացիան եւ գրագետ ձևով, քանի որ գիտենք հիմա ամեն ինչ կա, ամբողջ ինֆորմացիան բաց է եւ տարբեր աղբյուրներից կարող են ապագա ծնողները օգտվել, մենք ցանկանում ենք նրանց ներկայացնել ապացուցահենը, ժամանակակիցը, այն ամենը, որը հնարավորինս ավելի շատ կօգնի իրենց անցնելու իրենց ծննդաբերությունը հարթ եւ ճիշտ է, որ դասերին մասնակցում են ճիշտ նկատեցիք նաեւ հայրիկները, ապագա ծնողները, քանի որ ծննդաբերության գործընթացին նույնպես հիմնականում որպես աջակից անձ հանդես են գալիս հենց հայրիկները։ Այո։ Դե սա իսկապես շատ կարևոր նախաձեռնություն է, ովքեր պատրաստվում են ծնողներ դառնալ, գիտենք, որ նաեւ ծննդատունը, Ուիգմոր ծննդատունը համագործակցում է մեծ Բալթիմորի եւ Նյու Յորքի բժշկական կենտրոնների հետ։ Սա ինչպեսի համագործակցություն է, սրա մասին փոքր։ Միջև ծննդաբերության ծառայությունների մեկնարկը մեր ընտրյալ թիմը, ընդ որում պետք է նշեմ, որ թիմի մասնակից էին ոչ միայն մանկաբարձ գինեկոլոգները, բժիշկները, այլ նաև մանկաբարձուհիները, վերապատրաստում են անցել Նյու Յորքի Bassett Healthcare բժշկական կենտրոնի մասնագետների կողմից եւ ծննդօգնության մեկնարկը տրվել է միայն այդ դասապատրաստումը, վերապատրաստումը ավարտելուն հասցնելուն պես եւ դրանից հետո ձեռք ենք բերել նոր համագործակցություն մեծ Բալթիմորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական ընդարձակ թիմի հետ եւ այդ համագործակցությունը շարունակական է եւ շաբաթական ռեժիմով հանդիպումներ, քննարկումներ են տեղի ունենում։ Քանի որ մենք սուղ որպես այդպեսին ուզում ենք յուրաքանչյուր ինֆորմացիա տեղ հասցնել հեռուստադիտողին, չնայած որ պատկերավոր ամեն ինչ պարզ է տեսանյութի միջոցով, նաեւ կխնդրեմ հիշեցնեք հասցեն եւ հեռախոսահամարը ծննդատան, որը ավելի հեշտացնի կապը ձեր հետ։ Բոլոր այն զույգերը, որոնք իրենց երջանկության ծնվելը կվստահեն մեր անձնակազմին եւ մեր հաստատությանը, բոլորին սպասում ենք Ներսիսյան 10 կոտորակի 7 հասցեում, որտեղ գործում է Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցը եւ մանկաբարձական ծառայությունը, ի թիվս այլ կանանց առողջության ծառայությունների գործում է հենց այս հասցեով, ինչպես նաեւ կարող են մեզ հետ կապ հաստատել զանգերի կենտրոնի միջոցով հավաքելով 0-ից 8 հաջորդ թիվ թվերը։ Շնորհակալություն հյուրընկալվելու եւ կարեւոր գործունեություն ծավալելու համար։ Սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք այս պահին գովազդը մեր եթերում։